Ողջույն բոլորին, ես Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Թեև երեք խոսել եմ այս թեմայով, բայց հարցերն այնքան շատ են, որ փոքր անդրադարձ այդուամենայնիվ կկատարեմ։ Խոսքը Մեհմեդ Օզի հայտարարությունների եւ դրանց իրավական գնահատականի մասին է։ Հարցեր եւ անգամ պահանջներ կան, որ պետք է դատական հայց ներկայացնել։ Դա հնարավոր է, բայց այժմ դատապարտելու ժամանակն է, ուղերձներ հղելու կոնգրեսի եւ սենատի անդամներին եւ Սպասել, որովհետև Կալիֆոռնիայի նահանգապետի գրասենյակը պաշտոնապես քաղաքացիական իրավունքների բողոք է ներկայացրել ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարություն CMS-ի ղեկավար դոկտոր Մեհմեդ Օզի դեմ։ Բողոքը ներկայացվել է ԱՄՆ քաղաքացիական իրավունքների մասին 1964 թվականի օրենքի 6-րդ գլխի հիման վրա, որն արգելում է խտրականությունը ռասայի, գույնի կամ ազգային ծագման հիմքով, դաշնային ֆինանսավորում ստացող ծրագրերում հատկապես։ Նահանգապետի գրասենյակը պահանջում է պաշտոնական քննություն եւ ուղիղ քայլեր խտրական խոսքը եւ հնարավոր իրավախախտումները վերացնելու համար։ Եվ պետք է սպասել պաշտոնական քննության արդյունքներին ու եթե հաստատվի փաստը, նոր կարելի է իրավական ճանապարհով պահանջ ներկայացնել։ Միացյալ Նահանգներում հայկական բոլոր կառույցները ոչ միայն դատապարտել են, այլև կոնկրետ քայլեր պահանջել։ Հիշեցնեմ, որ դոկտոր Ռոզը հրապարակել էր տեսանյութ, որտեղ առանց որևէ ապացույցի հնչեցրել էր ռասայական եւ էթնիկ բնույթի մեղադրանքներ Լոս Անջելեսի հայ համայնքի հասցեին։ Նա հայկական բիզնեսների ցուցանակներում օգտագործվող հայերեն գրությունը եւ լեզուն ներկայացրել էր որպես կազմակերպված հանցավորության մաֆիայի հետ կապի ենթադրելի նշան։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել էր, որ նման հայտարարությունները վտանգավոր են եւ խտրական։ Հայկական ամերիկյան խորհուրդը լիակատար աջակցություն է հայտնել դաշնային քաղաքացիական իրավունքների քննություն սկսելու պահանջներին կապված դոկտոր Մեհմեդ Օզի հրապարակած ռասիստական բնույթի տեսանյութի հետ։ Տարածվել է նաև հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. հայերեն գրություններով ցուցարակները որպես հանցավորության ապացույց ներկայացնելը ոչ միայն անհիմն է, այլև տարածում է ատելություն եւ իրական վտանգ է ստեղծում օրենքին ենթարկվող հայ ամերիկացիների անվտանգությունը եւ կենսամիջոցներին։ Մենք միանում ենք նահանգապետի կոչին, պահանջելով համապարփակ քննություն եւ կոչ ենք անում դաշնային իշխանություններին ապահովել, որպեսզի պետական պաշտոնյաները չչարաշահեն իրենց դիրքն ու հարթակները ռասայական կարծրատիպեր տարածելու համար։ ACA-ն նաև կոչ է անում նախագահ Դոնալդ Թրամփին ազատել դոկտոր Մեհմեդ Օզին զբաղեցրած պաշտոնից, համարելով, որ նման հայտարարությունները անհամատեղելի են այդ պատասխանատու պաշտոնի հետ։ Այս թեմայով այսօր սոցիալական ցանցում հրապարակավ գրառում է կատարել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ նախկին քաղաքապետ Էլեն Ասատրյանը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Դոկտոր Մեհմեդ Օզի գործողություններն ու հայտարարությունները հայ ամերիկացիներին առանձնացնում են այնպիսի կերպով, որը վտանգավոր եւ անընդունելի է։ Եթե արկա է խարդախություն, այն պետք է հետաքննվի օրենքի շրջանակում ապացույցների եւ իրավական պատշաճ ընթացակարգի միջոցով։ Սակայն երբ հայ ինքնությունը դառնում է կասկածի հիմք, երբ մեր այբուբենը, լեզուն, անունները կամ համայնքային ներկայությունը դիտվում են որպես կարմիր ազդանշաններ, դա այլևս հաշվետվողականություն չէ։ Դա խտրական թիրախավորում է իրական եւ երկարատև հետևանքներով։ Տիկին Ասատրյանը նշել է նաև, որ այս մոտեցումը վախ է սերմանում ընտանիքների մեջ, վնասում է փոքր բիզնեսներին, որոնք արդեն իսկ բախվում են տնտեսական դժվարությունների եւ խաթարում է վստահությունը այն հաստատությունների նկատմամբ, որոնք կոչված են ապահովելու օրենքի առաջ բոլորի հավասարությունը։ Սա հատկապես մտահոգիչ է, երբ նման հայտարարություններ հնչում են մի անձից, որը հրապարակայնորեն ժխտել է հայոց ցեղասպանությունը եւ ունի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի երկխաղացիություն, երբ դաշնային պաշտոնյան, որը կապեր ունի ցեղասպանություն իրականացրած պետության հետ, անտեսում է հայկական պատմությունը եւ միաժամանակ հայկական ինքնությունը ներկայացնում որպես խնդիր, դա խիստ իրավակիրառում չէ, դա խտրականությամբ ուղեկցվող թիրախավորում է։ Որպես հպարտ հայ ամերիկացի, քաղաքային խորհրդի անդամ եւ Գլենդելի նախկին քաղաքապետ մի քաղաքի, որը Հայաստանի սահմաններից դուրս ամենախոշոր հայկական համայնքներից մեկի տունն է, ամեն օր ականատես եմ լինում, թե ինչպես է կառուցվում մեր համայնքը ցեղասպանությունից փրկվածների եւ նրանց ժառանգների, ձեռնարկատերերի, աշխատավորների եւ պետական ծառայողների կողմից, որոնք կարևոր ներդրում են ունենում մեր զարդաքաղաքի եւ Միացյալ Նահանգների զարգացման մեջ։ Մենք կասկածյալներ չենք, մենք կարծրատիպեր չենք, մենք որևէ մեկի քաղաքական քողը չենք, ասված է հայտարարության մեջ։ Փասադինայի Water and Power-ը տեղեկացնում է, որ վերջին օրերին Փասադինայում գրանցվել են դեպքեր, երբ անհայտ անձիկ դռնեդուր շրջում են, ներկայանալով մասնավոր ջրամատակարարման ընկերության ներկայացուցիչներ եւ հայտարարում, որ ունեն թույլատվություն բնակիչների ջուրը ստուգելու կամ ջրի ֆիլտրեր տեղադրելու համար։ Կազմակերպությունը հայտնում է, որ նշված անձինք չեն հանդիսանում Փասադինայի քաղաքի կամ Փասադինա Water and Power-ի աշխատակիցներ,
Բնակիչներին հորդորում են առավել զգոն լինել եւ թույլ չտալ անծանոթ անձանց մուտք գործել իրենց տուն։ Նշվում է, որ Փասադինա Baden-Powell-ի աշխատակիցները միշտ կրում են քաղաքի տարբերանշանով համազգեստ եւ ունեն պաշտոնական նույնականացման քարտեր։ Եթե որևէ տարածքում իրականացվում են աշխատանքներ արտաքին պայմանագրային կազմակերպությունների միջոցով, դրա մասին քաղաքացիները նախապես տեղեկացվում են։ Խարդախության կասկածների դեպքում հաղորդելու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիներին խորհուրդ է տրվում օգտվել Փասադինայի քաղաքի պաշտոնական կայքէջից։ Եթե ձեզ հետաքրքրում է այն, ինչ կատարվում է Միացյալ Նահանգներում եւ գնահատում եք մեր աշխատանք, ապա մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ հավանել նյութերը։ Շարունակենք։ Այսօր Միացյալ Նահանգների տարբեր նահանգներում համազգային գործադուլ էր։ Ոչ աշխատանք, ոչ դպրոց, ոչ գնումներ կոչով։ Բողոքի ակցիաներն ուղղված էին Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգաղթի խստացված քաղաքականության եւ այսի գործողությունների դեմ։ Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Կոլորադոյում ու մի շարք այլ նահանգներում եւ մասնավորապես Մինեսոտայում շատ դպրոցներ նախապես չեղարկել են դասերը զանգվածային բացակայությունների սպասումով։ Ակտիվիստները հավաքվել են քաղաքապետարանների, նահանգային խորհրդարանների եւ եկեղեցիների մոտ։ Մի շարք բիզնեսներ հայտարարել են ժամանակավոր փակման մասին աջակցություն գործադուլի։ Մյուսները շարունակել են աշխատել, սակայն հայտնել են, որ եկամտի մի մասը կուղեն ներգաղթյալներին աջակցող եւ իրավական օգնություն տրամադրող կազմակերպություններին։ Կալիֆոռնիայում բողոքի ակցիաներին Լոս Անջելես եւ Օրինջ քաունթիներում Լոս Անջելեսի կենտրոնում ցուցարարները վաղ առավոտից հավաքվել են Գրանդ Պարկի շրջակայքում։ Կազմակերպիչների խոսքով նախաձեռնությանը մասնակցել է շուրջ 50 կազմակերպություն։ Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը կոշտ հայտարարություններով է հանդես եկել, մեղադրելով ներգաղթային իրավապահներին օրինազանցությունների, բռնությունների եւ Ամերիկայի քաղաքացիների մահվան մեջ։ Նրա խոսքով օրենքը խախտող իրավապահները պետք է հետաքննվեն եւ պատասխանատվության ենթարկվեն, անկախ արդարադատության նախարարությունից։ Նա հայտարարել է, որ ներկայումս նախարարությանը չի կարելի վստահել, այն անվանելով ոչ լեգիտիմ կառույց նախագահ Դոնալդ Թրամփի եւ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի ղեկավարության պայմաններում։ Նրա խոսքով նախարարությունը թիրախավորում է լրագրողներին, ազատ մամուլը, ինչն էլ ավելի է խաթարում վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Դեմոկրատ առաջնորդը կոչ է արել, որ նահանգային եւ տեղական իշխանությունները ստանձնեն քննության եւ հետապնդման լիազորություններ անկառավարելի իրավապահների նկատմամբ, ներառյալ IC, CBP, DHS-ի կառույցների աշխատակիցները։ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ առաջարկելով արգելել դաշնային ներգաղթային ծառայությունների եւ տեղական ոստիկանության միջև համագործակցության հատուկ հանձնարարականները կամ համաձայնագրերը։ Օրինագիծը ստացել է տեղական ոստիկանություն, տեղական հանցագործությունների համար անվանումը։ Նախաձեռնության հեղինակն ընդգծել է, որ տեղական իրավապահները պետք է կենտրոնանան բացառապես տեղի հանցագործությունների դեմ պայքարի վրա, փողոցների անվտանգության, հանցախմբերի, զենքերի, թմրանյութերի շրջանառության դեմ։ Նա նշել է, որ վերջին տարիներին տեղական ոստիկանության որոշ ստորաբաժանումներ փաստացի վերածվել են IC լիազորված գործակալների, ինչը ըստ նրա դուրս է եկել վերահսկողությունից։ Հոքուլն ասել է, որ աշխատելու է օրենսդիր գործընկերների հետ նախաձեռնությունը հնարավորինս արագ ընդունելու համար։ Ու շարունակենք նույն թեմայի շրջանակում դաշնային իրավապահ մարմինները ձերբակալել են CNN-ի նախկին հաղորդավար Դոն Լեմոնին այս ամսվա սկզբին Մինեսոտայում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակցելու համար։ Նրա փաստաբանի փոխանցմամբ Լեմոնը ձերբակալվել է Լոս Անջելեսում ՀԴԲ-ի եւ ներքին անվտանգության նախարարության քննչական ծառայության գործակալների կողմից։ Լեմոնը ուղիղ եթերում լուսաբանում էր բողոքի ակցիա, որի ընթացքում ընդհատվել էր եկեղեցական արարողությունը։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Փեմ Բոնդին X հարթակում հայտարարել է. Լեմոնը եւս 3 անձանց հետ ձերբակալվել է այն բանի համար, ինչը նա բնութագրել է համակարգված հարձակում։ Թրամփի նախագահության ընթացքում արդարադատության նախարարությունը պարբերաբար փորձում է քրեական հետապնդումներ սկսել նախագահի քննադատների դեմ։ Նախկինում այդ փորձերը ձախողվել են, այդ թվում նախկին ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմի եւ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիսիա Ջեյմսի նկատմամբ, որոնք ղեկավարել էին Թրամփին առնչվող հետաքննություններ։ Դոն Լեմոնը առաջին դատական լսումից հետո հայտարարել է, որ արդարադատության նախարարությունը գիշերը դաշնային գործակալների խումբ է ուղարկել իրեն ձերբակալելու այն գործունեության համար, որով նա զբաղվում է շուրջ 30 տարի նորությունների լուսաբանում։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների սահմանադրության հենց առաջին ուղումը պաշտպանում է իր աշխատանքը, ինչպես նաև հազարավոր այլ լրագրողների գործունեությունը։ Թողարկման այս հատվածում կարճ մեր գործընկերների մասին։ Մոնախ Լոնդրի օգտվելով այս QR կոդից եւ ներբեռնելով հավելվածը կանայք կգտնեն ավելի քան կարևոր ու շահավետ առաջարկ։ Վստահեք ձեր առօրյա հոգսային ելված կանելը մասնագետներին։ Եվ եթե մասնագետների մասին խոսք գնաց, այս դեպքում պետք է մատնանշեմ Top Choice Collision Center-ը։ Այս դեպքում էլ ձեր ավտոմեքենան կարող եք վստահել հմուտ վարպետներին, գործի գիտակներին։ Ձեր երեխան տարված է ֆուտբոլով, ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ։
Վստահեցնում եմ ձեզ, ամեն ինչ սկսվում է հենց մանկապատանեկան տարիքից։ Inter United Ակադեմիան հրավիրում է ընդունելության 4-ից 10 տարեկան երեխաների։ Փաստը, որ արդեն իսկ կա ձևավորված եւ այն էլ չեմպիոն թիմ, ձեզ երկար մտածելու առիթ չի տա, քանի որ դա խոսում է փորձառու մարզչական անձնակազմի մասին։ Երևի մտածել եք սրա մասին, բայց եթե չէ, ասա։ Կարծում եմ ինչ որ մի բան ծրագրում եք Վալենտայնին։ Եթե ոչ, հուշեմ, թե որտեղ կարելի է նշել Cosmo Palace-ում։ Առանձնահատուկ շոու ծրագիրն ու սիրով լի սիրո երեկոն խոստանում է լինել անմոռանալի, ամրագրեք ձեր սեղանը հենց այսօր։ Եվ շնորհակալություն մեր վաղեմի գործընկերներին Գերես Moms Bakery-ին եւ Kozanians Family ու Kozanians Meat and Liquor Market-ներին։ Շարունակենք լուրերը։ Նախագահ Դոնալդ Թրամփը դաշնային պաուստային համակարգի ղեկավարի պաշտոնում առաջադրել է նախկին կառավարիչ Քևին Ուորշին։ Սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Թրամփը գրել է. Քևինին ես ճանաչում եմ շատ երկար ժամանակ եւ որևէ կասկած չունեմ, որ նա պատմության մեջ կմնա որպես դաշնային պաուստային համակարգի մեծագույն նախագահներից մեկը, գուցե լավագույնը։ Նշանակումը պահանջում է ԱՄՆ Սենատի հաստատումը։ Եթե Ուորշը հաստատվի, նա կփոխարինի պաշտոնը լքել պատրաստվող նախագահ Ջերոմ Փաուելին։ Թրամփը հաճախ է կոշտ քննադատության ենթարկել Փաուելին եւ դաշնային պաուստային համակարգն ամբողջությամբ տոկոսադրույքներն իջեցնելու իր պահանջներին չհամաձայնելու համար։ Դաշնային պաուստային համակարգի երկար տարիներ դիտվել է որպես գլոբալ ֆինանսական շուկաների կայունացնող գործոն, մեծապես շնորհիվ քաղաքականությունից անկախ լինելու ընկալման։ Այդուհանդերձ Արդարադատության նախարարությունը հետաքննություն է անցկացնում Կենտրոնական բանկի գլխավոր շենքի վերանորոգման ծախսերի գերազանցման հարցով։ Այս շաբաթ դաշնային պաուստային համակարգը տոկոսադրույքները թողել է անփոփոխ նախորդ տարի դրանք 3 անգամ իջեցնելուց հետո։ Որշը իրավաբան է, ինչպես նաև Ստենֆորդի համալսարանի Հուվերի ինստիտուտի տնտեսագիտության ոլորտի հրավիրյալ ավագ գիտաշխատող։ Նա նաև կոչ է արել Կենտրոնական բանկի լայնածավալ վերականգնման առաջարկելով փոքրացնել դրա հաշվեկշիռը ու թույլատնել բանկային կարգավորումները։ Այսօր մի փոքր շատ ենք խոսում արդարադատության նախարարությունից, բայց գլխավոր դերերում է։ Այսօր նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Ջեֆրի Էփստեյնի եւ Ջիլիան Մաքսվելի գործերին առնչվող փաստաթղթերի լայնածավալ հրապարակման գործընթացը։ Նախարարության փոխանցմամբ հրապարակվում է ավելի քան 3 միլիոն էջ փաստաթուղթ ներառյալ 2000 տեսանյութ, 180,000 պատկեր։ Ընդհանուր օրենքի շրջանակում տրամադրվել է մոտ 3.5 միլիոն էջ նյութ։ Նշվում է, որ հավաքագրված նյութերի ընդհանուր ծավալը գերազանցում է 6 միլիոն էջը, սակայն դրանց մի մասը չի հրապարակվել օրենքով թույլատրելի սահմանափակումների պատճառով։ Արդարադատության նախարարությունում ընդգծել են, որ չհրապարակված նյութերը ներառում են զոհերի անձնական տվյալներ ու բժշկական տեղեկություններ, մանկական սեռական շահագործման նյութեր, ընթացիկ քրեական հետաքննություններին վնաս հասցնող փաստաթղթեր, մահվան, ֆիզիկական բռնության կամ վնասվածքների պատկերներ։ Նախարարությունը նշել է, որ ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքականության հիմքով որևէ նյութ գաղտնի չի պահվել։ Կոնգրեսի անդամներին հնարավորություն նաև կտրվի հատուկ կարգով ծանոթանալ որոշ նյութերի չխմբագրված տարբերակներին։ Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը հայտարարել է Վաշինգտոնում լայնամասշտաբ ավտոմրցաշարի կազմակերպման մասին նվիրված Միացյալ Նահանգների 250-ամյակին։ Միջոցառումը կկրի Freedom 250 անվանումը եւ տեղի կունենա օգոստոսի 21-ից 23-ը մայրաքաղաքում։ Թրամփի խոսքով միջոցառումը կդառնա ամերիկյան ավտոսպորտի պատմական տոնակատարություն եւ կարող է սահմանել նոր ռեկորդներ հանդիսատեսի թվով։ Մրցաշարին կմասնակցեն IndyCar շարքի մեքենաներ, որոնք մրցուղի դուրս կգան Վաշինգտոնի կենտրոնական հատվածներում։ Մրցաշարի հեռարձակմամբ կզբաղվի Fox Sport-ը։ Ընկերության ղեկավարները հայտնել են, որ միջոցառումը կներկայացվի բարձր տեխնոլոգիական մակարդակով եւ կունենա ազգային ու միջազգային լայն լսարան։ Թրամփը վստահեցրել է, որ Freedom 250 միջոցառումը կդառնա ամերիկյան ուժի, արագության եւ ազգային տոնի խորհրդանիշ։ Եվ օրվա վերջին լուրը վաղուց չէինք խոսել Մասկի մասին, SpaceX-ը քննարկում է միաձուլման հնարավոր գործարքներ Իլոն Մասկի ղեկավարած այլ ընկերությունների հետ։ Ըստ աղբյուրների հրթիռաշինական ընկերությունը բանակցում է արհեստական բանականության ոլորտում գործող XAI-ի հետ այս տարի նախատեսվող խոշոր IPO-ից առաջ։ Հնարավոր միաձուլման դեպքում մեկ կառույցի ներքո կհամախմբվեն Մասկի հրթիռները, Starlink արբանյակային ցանցը, սոցիալական հարթակ X-ը եւ Grok chatbot-ը։ Միաժամանակ SpaceX-ը դիտարկում է նաև միաձուլման տարբերակ Իլոն Մասկի Tesla-ի հետ։ Այս մասին էլ հաղորդում է Bloomberg-ը։ Լուրերի ֆոնին Tesla-ի բաժնետոմսերը հետաշխատանքային առևտրում աճել են մոտ 3%-ով։ Ընկերության որոշ բաժնետերեր վաղուց են պաշտպանում Մասկի ընկերությունների միավորման գաղափարը։ Վերլուծաբանների կարծիքով Tesla-ի համար ռիսկ է համարվում այն, որ Մասկը չափազանց շատ ուղղություններով է բաշխում իր ուշադրությունը։ Իսկ SpaceX-ի համար նման մասշտաբի գործարքը կարող է բարդացնել IPO-ի ծրագրերը, սակայն միաժամանակ կարող է արագացնել Մասկի նպատակներից մեկը տվյալների կենտրոններ ուղեծիր տեղափոխելու գաղափարը, որը կարևոր դեր ունի արհեստական բանականության գլոբալ մրցավազքում։ Այսօրվա համար այսքանը,
Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։